Միխայել Զիլյագինը, որին ես համարում եմ Ռուսաստանի Պետդումայի ամենաինտելեկտուալ պատգամավորը, ժամանակին աշխատել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարի խորհրդական։ Նախարար այն ժամանակ գեներալ Կուլիկովն էր, եւ Զիլյագինն իրեն խորհուրդներ էր տալիս, թե ինչ, չգիտեմ։ Եվ մի հետաքրքիր պատմություն է նա պատմում խորհրդական աշխատած ժամանակաշրջանից։ Ուրեմն նախագահ Ելցինը մի օր հավաքում է նախարարին Կուլիկովին եւ տեղակալներին բոլորին եւ Կուլիկովին հանձնարարություն է տալիս։ Նույն ինչ որ Զիլյագինը չի մանրամասնում, բայց դե մի ստորություն է հանձնարարում կոմունիստների դեմ, իսկ կոմունիստները հիշեցնեմ այն ժամանակ շատ ուժեղ էին 90-ականների կեսերին։ Կոմունիստների դեմ ինչ-որ մի ստորություն է հանձնարարում, այսինքն այն ինչ Փաշինյան Նիկոլն ամեն օր է անում Հայաստանում։ Կուլիկովն ասում է կներեք Բարիս Նիկոլաևիչ, այդ բանը չեմ անի։ Դե ասում է չես անի, ես քեզ կհեռացնեմ։ Ասում է պատրաստեք հրամանագրի տեքստը։ Դիմում է առաջի տեղակալին։ Դե նշանակում եմ քեզ նախարար, նա ասում է ուրախ եմ, բայց բանը պետք է անես, դե ասում է քեզ էլ եմ հեռացնում։ Դե ասում է հեռացրա։ Այն մյուս տեղակալին է դիմում, նշանակում եմ ուրախ եմ, այս բանը պետք է անես, չեմ անի, քեզ էլ եմ հեռացնում։ Ու տենց այդ հարբեցող անձնավորությունը կես ժամում 7-8 հատ նախարար է նշանակում, հետո 7-8-ին է հեռացնում, հետո տեսնում եմ մարդ չմնաց։ Դե դա էլ են հիմնարկի չէ, որ ինչ-որ սերժանտի նշանակի կամ դրսի սմարտ բերի, ուզում է, որ մենակ է մնացել եւ բոլորին հետ է բերում, ասում է լավ տեղի գալ, կներեք, եկեք աշխատեք, երբի բանն մի արեք։ Ինչի մասում եմ սա, ինչի համար եմ սա հիշում եւ ուզում եմ այս օրինակով Հայաստանին անդրադառնալ։ Տեսեք, Կուլիկովը կոռումպացված ազգավորություն էր։ Ըստ ամենայնի կաշառակիր էր, ըստ ամենայնի թալանչի էր, դոլարային մուլտիմիլիոնատիր էր, եթե ոչ միլիարդատեր էր, բայց թե գեներալ էր, ինչ-որ գեներալի պատիվ ուներ, արժանապատվություն ուներ։ Այսինքն, բաներ կար, որ ինք իրեն թույլ չէր տա, ինչ էլ որ կորցներ։ Լակոտություն չէր անի, լակոտի արձակած հրաման չէր կատարի, ստորություն չէր անի։ Ցավոք Հայաստանում մենք չունեցանք տես գեներալներ, ընդհանրապես բաներ չունեցանք։ Գասպարյան Օնիկ կար, Իրարևին գենշտաբի պետ, այն է գեներալ գնդապետ, 44 օր ամենահանսավոր հրամանները կատարեց, գործը հասցրեց Ղարաբաղի անկմանը։ Բոլորն են ասում, ռազմական գործից հասկացողներն ու շատ հասկացողներն ու քիչ հասկացողները, Շուշին անառիկ ամրոց էր։ Շուշին գրավել է հնարավոր բան չէր, եթե դու սկզբունքորեն չուզենայիր Շուշին հանձնեիր։ Այդ ամեն ինչ իրականություն դարձավ Գասպարյան Օնիկի շնորհիվ, որը ուղղակի տղամարդ չէր, որ նախ չկատարել այդ հրահանգները, որոնք պարտության կտանային հայ ժողովրդին եւ պետությունը, եւ երկրորդը գոնե տղամարդ ելներ, ժամանակին վնասազերծեր սրան, այն ինչ Վազգեն Մանուկյանն էր առաջարկում, պատերազմի առաջին օրերին, ուղղակի իշխանությունը խլեր սրա ձեռքից, սրան գցեր ինչ-որ մի մեշոկի մեջ ու թավլեր եսի մոր, պրսեինք սրանից, այս պարտությունը մեր գլխին չգար, հետո Օնիկին ասում ես յուբկա հակի, գեները նեղանում են, ասես թե վայ Օնիկին բա կարելի է, Օնիկին յուբկեն էլ ակի, այդ յուբկի տակից է պիտի մի ստրին կախնի, ոտքերն է տանի լֆիկ Սամոյի բաներում, ինչ է այդ, սիտիներում հատուկ բաժիններ կան, կանանց ինչ ասես անում են, ոտքերին են բանանում, բարենորոքում, պեսի միջը, այդպես պիտի Օնիկը ֆռա քաղաքում։ Կամ մեկ այլ խայտառակություն կար, Համբարձումյան Միքայել, KGB-ն էր ղեկավարում պատերազմի օրերին։ Պատերազմից անմիջապես հետո կամավոր հրաժարական գնաց, գիտեր թե Փաշինյան Նիկոլը սա վարիա գնալու, Իրարևին անֆերություն արեց, բայց թե այդ նամոսի վերազավորությունն է, այսինքն նամոսի տոտալ բացակայությունն է նրան մոտ, որ իմանալ Նիկոլը 6 տարի է կմնա, երբեք հրաժարական չէր տա,
կմնալ կաշխատեր։ Ամեն ինչից տեղյակ է եղել։ Իր աչքի առաջ Հայաստանը օրեցօր պարտության է տարել, մի հատ ծտուն չի անել։ Այսօր ընդդիմադիր է դառել։ Եվ այնքան ապաշնորհան տաղանդ է, որ դա տարական սպանություն չի կարող կազմակերպել։ Խոսքը իմ մասին է։ Իմ գլխին մահափորձ էր կազմակերպում իր էշալով։ Անգամ այդ պրիմիտիվ բանը չկարող ասավ։ Եվ KGB-ի գեներալի պաշտոն էր զբաղեցնում անասունը։ Եվ դրա մտավոր ծանոթներով խաբար եմ արել, թող կնգաուժիտը վաճառքի հանի, ինքին շատ տալու բան ունի։ Ու թող եկեղեցին մոն վառի ամեն օր, որ ապագայում մոտ ապագայում գոնե վկայի կարգավիճակով ազատվի, ոչ թե մեղադրյալի։ Ինչևէ ես եմ Հայաստանի գեներալից այդ կոչվածը Հայաստանի սպայակազմը էս է։ Ես ուզում եմ սրտանց տեսնել ու կտեսնեմ հուսով եմ։ Այն կենթանում, որը արգելել է վեհապարի ելքը երկրից, երբ նա մտադիր էր մասնակցել իր եղբոր հուղարկավորությանը, Վրաց կաթողիկոսի։ Ինձ հետաքրքիր է դրան հարցնել, թե այդ տղա, այ կենթանի, դու ինչ ես արգելապակել վեհապարի ելքը։ Կասկածում էիր, որ չվերադառնա փախնի քեզնից, հա, չներկայանա քրճական մարմիններին, մտնստի հիմնավորի, ինչի հիման վրա ես դու արգելել վեհապար հայրապետի ելքը երկրից։ Իսկ ինքը ինչ պետք է ասեր։ Ինքը հետևյալը կասեր, դե կներեք էլի ես համբալ տղա, հերս համբալ, պապս համբալ, դե մերս հետևաբար բոզ, որտեղ համբալի կնիկները սովորաբար բոզ են լինում, հետ տատս է բոզ, ինչ է ինձ ուզում, ես համբալաբոզական համատեղ արտադրանք եմ, ինչ է գոյ, ժող վարչապետը կարգադրել է, ես սենց եմ արել, դրան պատժում ենք, կարճում ենք ժող վարչապետին, թելը բասատիր այ ժող վարչապետ, ես ինչի հիման վրա ես արգել է վեհապար տիրոջ ելքի երկրից, ինչ արի, որն է պատճառը, կամ դու ինչ իրավունք ունես, գիրես խսկես քնչական գործառույթների մեջ, դե են է պետք ասել, դե ինչ անել տղեկ ջան, ես գործակալ, կնիկս գործակալ, հերս ես իմ ինչ պապս SS-ի լեգիոներ, ինչ անեմ, դե գլավքիս կենտրոնից հրահանգ եկավ հայ եկեղեցին վերացնել, մենք է որոշեցինք, ինձ էլ ուշեցին, ծրագիրը տվեցին, որ պետք է ասել վեհապարից, եկեղեցին պետք է կազմաքանդել, որովհետև Էրդողան Էֆենդին ասում է հայ առաքելական եկեղեցին Թուրքիայի ազգային անվտանգության սպառնալիք է, դե ես ինչ անեի, բանես կոմիկոմ։ Բայց հաջորդ քայլը որը պետք է Հայաստանի իշխանության դրան պատժելուց հետո։ Իհարկե պետք է ամերիկյան դեսպանին էլ բերման չես ենթարկի, կամ բրիտանական դեսպանին, ուղղակի պետք է փակել այդ դեսպանատները, ոչ թե փակել, մինիմիզացնել դրանց գլխաքաղաքը, այդ 3000-ը դառնալու է 6 հոգի, վարորդն էլ դեսպանի ներառյալ, 5-6 հոգով թող մնան աշխատել իրաց համար, ոնց որ Բելարուսում են աշխատում, պետք է փակվեն բոլոր գրանտատու կազմակերպությունները, եւ այդ դեպքում հնարավոր կլինի խոսել հանրային բարոյականության ռեանիմացիայի մասին, այլապես այս խայտառակ ժողովրդի հետ, այս խայտառակ որակներով օժտված հասարակության հետ հնարավոր չի ոչ մի բան անել։ Դուք պատկերացնում եք Կուլիկովին դառնա Կուլինովին, Ռուսաստանի ամենափչացած, ամենաայլասերված դարաշրջանի գեներալ, ամենակոռումպացվածը, ամենակաշառակերը, ամենաթալանչին, ինչ ասես չի արել, բայց ինչ որ սամաններ կան մարդի չի անցնում։ Լակոտություն չի անում 1, լակոտի հրանք չի կատարի 2։ Իր գեներալական արժանապատվության հետ չի խաղա 3։ Իր պատինն իր համար ամենաբարձրը 4, որ մեկն ասեմ։ Լավ, մեկը չգտանք, մեկը չտեսանք Հայաստանում։ Ինչ գեներալը, գեներալությունը, գեներալի արժանապատվությունը դա ինչ հայ գենոֆոնդին բանը հակասուսված բաներ են լավ։ Ես ինչ է, գեներալներին նայեք սրանց, էլ Մելքոնյան Գագո, այդ խայտառակությունը։ Քոչարյանը, եթե 10 հատ մեղադրանք կարելի առաջադրել, առաջինը այն պետք է լինի, որ այ պարոն նախագահ, դու դրա ռոժը, որ ներկայացրել են քեզ,
դու ֆիզիոգնոմիկայի մասնագետ չես, բայց այդ ռոժի բեղերը տեսնելով ձեռքդ ոնց է գնացե, դու այդ ուռոդին տվել ես գեներալի ուսադիր։ Դրա ռոժի վրա ամեն ինչ գրված է, չի ով է ինքը։ Նույնը մեղադրանք կարելի է Սերժ Սարգսյանին առաջադրել։ Դե ինքն է պաշտպանության նախարարը եղել, չէ՞։ Ինքն է ներկայացրել ըստ ամենայնի Քոչարյանին, թե արի ես ուռոդին գեներալի կոչում տանք։ Որ այսօր ասում է դե հա Ղարաբաղը մեր չի եղել, խավեր են գնացել 7000 մարդ ենք թաղել, դազրացվի այդ Փաշինյան Նիկոլը։ Ասած ես որն է։ Հանրությունը եւ հայ ժողովուրդը ընդհանրապես լուրջ դեզինֆեկցիայի կարիք ունի։ Այդ դեզինֆեկցիան գուցե եւ պահանջի շատ դաժան մեթոդներ, շատ ռադիկալ, անգամ աշխարհակաղակական լուրջ որոշումներ, բայց դա պետք է արվի։ Քանի կա ամերիկյան ազդեցությունը այս երկրում արևմտյան, իրենց Սորոսներով, իրենց USAID-ներով, GIZ-երով, գերմանական British Council-ներով, այս երկիրը երկիր չի կարող դառնալ։ Քանի նրանց իրավունք է վերապարված հայ հասարակության ամենաճարպիկ, ամենաճկուն ընդունակ երիտասարդներին վերցնեն եւ փչացնեն, դարձնեն Բարսեղյան Լևոնների, Հովհաննիսյան Դանիելները, այս երկիրը երկիր չի դառնա։ Միշտ կունենաք զիբիլներ, գեներալներ, Գասպարյան Օնիկի, Համբարձումյան Միկայի, Մելքոնյան Գագոյի կարգի, որոնք շամպես գերմանական շնից լավ կծառայեն իրենց վերադասին, անկախ նրանից թե վերադասվող է, Փաշինյան Նիկոլն է, Ալիևը, թե Էրդողան Էֆենդին, շնից լավ կծառայեն, ամենաստոր քայլին կգնան։ Ինչևէ, ապագա իշխանությունը պետք է շատ լուրջ մտածի եւ ապագա իշխանությանը չես նախանձի։ Մի բանի ապագա վարչապետը պետք է գիտակցի եւ միջոցներ ձեռնարկի, դա այն է, որ ինքը պետք է հասկանա, գիտակցի, որ ստանձնում է մի երկիր, որտեղ իսպար բացակայում է գեներալի պատիվ, սպայի պատիվ, գեներալի ու սպայի արժանապատվություն հասկացությունները, իսպար բացակայում են։ Այդ եֆրեյտերներին նա պիտի փորձի մարդ դարձնել, գոնե հասնի լեյտենանտի մակարդակի, մինչև նոր սերունդ գեներալա, նոր մարդիկ գան, նոր գաղափարներ ծնվեն եւ ազգը սկսի մի քիչ այլ կերպ ապրել։ Իսկ դրա համար պետք է ազատվել ամենակարևորը արևմտյան պիղծ, սիֆիլիտիկ, այն ամենավարակիչ ազդեցությունից։ Քանի դրանք վեր են ընկած այս երկրում եւ երիտասարդությունն են փչացնում, այն էլ դրանք ամենամեծ ակտիվ ճարպիկ երիտասարդներին են փչացնում։ Գյուղի չոբան տղեկին նրանք գրանտակեր չեն դարձնում։ Քաղաքային բնակչության ամենաճարպիկ էլեմենտներին են բանանում, փչացնում։ Արդյունքում կունենանք նման բաներ։ Այսօր էլ կամպանիայի որերորդ օրն է, 13-րդ երևի, էլի ընկելա Ծառուկյան հետևից, թեվա ցեմենտի գործարանը խելելու եմ, լավ կան, այդ մի բանը լավ անում, թող խլի, Ծառուկյանի շատ բան է պետք խլել։ Նեկավ ոչ խելք ունի, ոչ նամուս ունի, ոչ արժանապատվություն։ Ուղղակի հեղափոխություններին լավ մասնակցել գիտի, ունենց այն մասնակցում, որ բոլորից են անիծում։ Չի ասում Ծառուկյանին այդ գործարանը, թող ձեռից խլի։ Գուցե մի օր հասկանա, թե ինչի համար այս պատիժը իր գլխին եկավ։ Առայժմ այսքանը, լավ մնացեք, բաժանորդագրվեք իմ յութուբյան և տելեգրամյան ալիքներին, մի շնորհանդիպում կհանդիպենք շատ շուտով։